Բարի կեսօր, ես Անի Դաշյանն եմ, հայկական երաժշտական հեռուստալիքի եթերում կեսօրն է, այսօր իմ տաղավարում են շատ սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ ռեժիսոր Ելենա Արշակյանը։ Բարի կեսօր։ Ողջույն։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Ինչ տրամադրությամբ եք այսօր արթնացել։ Ես սկսեմ, ինձ առավոտյան աղջիկս արթնացրել ու հիշացրել, որ այսօր պետք է գամ հաղորդման հյուր ու պետք է պատրաստվեմ։ Պարտաճանը չէ, դպրոց գնալուց, թե չէ ես առավոտյան շուտ հաստատ արթնացող չէի, առավել ևս որ իմ մոտ կեսօրին նոր սկսում է առավոտը։ Ահա, ուշ եք արթնանում։ Քրիստինե։ Չէ, ես սովորաբար ավելի շուտ եմ արթնանում, ինձ Ելենայի աղջիկը չարթնացրեց, իհարկե։ Ես իմ կամքով արթնացա։ Բայց նորմալ, պոզիտիվ, լուսավոր։ Այ Ելենա նշեց, որ կեսօրից է սկսում առավոտը, մինչև կեսօր ինչ ես դու հասցնում անել։ Ես շատ բան չէ, մինչև արթնանալ սուրճ, որ ասեմ շատ բան կհասցնեմ անել, չէ։ Վայելում ես առավոտը։ Վայելում եմ առավոտը, հա, հենց այդպես։ Ումից չեք հասցրել ներողություն խնդրել։ Այ, դժվար հարց տվեցիր, որովհետև իրոք կան մարդիկ, որոնցից որ կուզեի ներողություն խնդրել, մանավանդ որ տարին ավարտվեց, ումից որ հասցրեցի, զանգեցի, ներողություն խնդրեցի, կուզեի ներողություն խնդրել են մարդկանցից, ումից որ անկախ իմ կամքից եմ, մի քիչ նեղացրել եմ իրանց կամ անկախ ինձանից հաստատվել, կարող եմ մասնագիտորեն, չգիտեմ, ինչ որ մեկին նկատողություն եմ արել, որ իրականջի համար շատ կոպիտ է հնչել, այնպես որ կուզեմ բոլոր այն մարդկանցից, ում որ մի քիչ նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում։ Առհասարակ ներողություն խնդրում եմ մարդկանցից, եթե սխալ եմ լինում։ Իհարկե ոչ։ Ես առասարակ չեմ թողնում, որ տենց երկար ժամանակ անցնի ու ես ապրումներ ունենամ դրա համար ու թողեմ դիմացինս էլ շատ նեղացած մնա։ Սովորաբար փորձում եմ այդ իրադարձությունը տեղում հենց շտկել։ Եթե ինչ-որ մեկին նեղացնում եմ, ներողություն խնդրում եմ, հա, ինչի՞ չէ։ Ես պատրաստ եմ, ես միշտ օբյեկտիվ կերպով ընդունում եմ իմ սխալները, որովհետև ոչ մեկս էլ իդեալական չենք, իհարկե լինում են ռիպումներ, լինում են թերություններ, իհարկե, միանշանակ։ Ինչ թողեցիք 2014-ում։ 2014-ը ինձ համար ված սկսվեց, բայց ամենայն դեպս 2014-ին ստեղծագործական առումով թողել եմ երկու մեծ պրոյեկտներ։ Հանայնի եթերում հեռարձակվեց Այն 911 հեռուստասերիալը 16 մասից բաղկացած եւ իհարկե կատարվեց իմ երազանքը, շատ է երազում նկարահանել ֆիլմ Անավարտ թռիչքը, որը որ նաեւ նկարահանվեց ու հեռուստատողի դատին կհանձնեն 2015 թվականի արդեն շուտով։ 2015-ում ինչ եմ 2014-ին ինչ եմ թողել։ Երևի թե սերս, արածս աշխատանքները Եվ այն դրական լիցքերը, որ ի վիճակի էի 14 թվականի ընթացքում տալ մարդկանց։ Ինչի մասին երբեք չեք խոսի։ Կան հարցեր, որոնք որ ցանկություն երբեմն կան հարցեր, որոնց մասին ընդհանրապես պետք է մեկ-մեկ լռել։ Դա շատ նեղանձնական հարցերն են, որոնց մասին ես չեմ սիրում խոսել։ Առհասարակ կարծում եմ կան մարդիկ, որոնք պետք է ունենան մի պատմություն, հա, որ լինի քոնը դա միայն եւ պարտադիր չի, որ դրա մասին դու կիսվես հեռուստատողի հետ։ Ինձ համար մի քիչ հարաբերական է այս հարցը, որովհետեւ կապ ունի թե ես ում հետ եմ խոսում։ Ինձ համար շատ կարեւոր է դիմացինս, կան մարդիկ, որոնց հետ որ խոսում ենք թեմաներով, որ շատերի հետ եւ չես խոսի, դա արդեն մտերմության հետ կապ ունի, թե ինչքանով ես մտերիմ մարդու հետ։ Բաներ էլ կան, որոնք որ ուղղակի, եթե անիմաստ են թեմաները, առասարակ կարիք չկա կենցաղային կամ նման տեսակի հարցերով երկար բառ խոսելու։ Կարևորում է թե ով է զրուցակիցը դրա Իհարկե։ Եթե հնարավորություն ունենայիք կյանքում ինչ կփոխեիք։ Ես շատ կուզեմ անկեղծ պատասխանեմ այս հարցին, շատ կուզեի, որ 2014 թվականին այն դեպքերը, որ պատահել էին իմ հետ, չպատահեին, կոնկրետ իմ հետ կապված։ Ամենակարևորը, որ ողջ եւ առողջ եք, իմ տաղավարում նստած շատ լավ է մնացել եք պատահարներից հեռու։ Քրիստինե։ Դե ճիշտ ասած, բոլորս էլ այդ հարցերի ժամանակ ավելի այնց մասշտաբային ավելի մեծ ենք մտածում, թե ինչն էր ավելի կարևոր, որ կարող էր եւ չլինել եւ շատ լավ կլիներ այդպես։ Ես կարծում եմ, որ չգիտեմ, ես օրինակ կուզեի, որ մի քիչ ավելի շատ լիներ մարդկանց մեջ խիղճը։ Առասարակ խղճով մարդիկ են, մարդիկ ովքեր անտարբեր չեն, ովքեր խղճով են, իրենց հետ հեշտ է, իրենց հետ տաք է, իրենց հետ ապահով է, այո։ Ես ուզում եմ, որ մեր բոլորի կյանքում իսկապես լինեն մարդիկ, ովքեր հոգատար են, ովքեր սրտացավ են մեզ համար, ովքեր խիղճ ունեն։ Եթե մեկս մյուսի հանդեպ այդպես լինենք, դա շղթայական ռեակցիա ունի։ Արդեն ավտոմատ շատ բան կարող ենք փոխել։ Ես չէի ուզի, որ լինեին տխուր պատմություններ, որոնք որ եղան եւ 15-ի սկզբին եղան
ողբերգական իրադարձություններ, սա իսկապես մեծ համամարտկային խնդիր է դառնում ու մեր փոքր ազգի համար սրանք մեծ կորուստներ են։ Ես կուզեի, որ չլինեին նման բաներ։ Այս պահին առաջարկում եմ դիտել Անավարտ թռիչք երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակը հավաքվել է հենց ֆիլմից կադրերով։ Դիտում ենք տեսահոլովակը, վերադառնում մանրամասներ ներկայացնում թե երգից, թե տեսահոլովակից եւ թե ֆիլմից։ նույն անձրևն է լալիս Ես նորից եկա, դու նորից ես գալիս Ու նորից կանգնած նույն տեղում ես քեզ սպասում եմ նորից Որ էլի կանչես քեզ մոտ Բայց իմ ուժերից աղոտ Ծանոթացի, Պապասը, Ռուբեն Արամիչ Որ անցյալը մեր անավարտ թռիչքեր իմ սեր Ինձ նայիր, խնդրում եմ դες Դու չկաս ու ես առանց քեզ Չեմ նայում երկնքին Էլ աղոտք չունիմ հոգին Երազներ էլ չեմ ուսում Առանց քեզ ապրել չեմ ուզում Ու հույսեր, խոստումներ Դու քեզ հետ դարար իմ սեր Լուրան ու դադար հին պատերը իմ տանում Ու հիմա արդեն երազներն էլ չկան Դու պետք է մոռանաս Ու էլ չեմ սպասում քո լույսին, որ ինձ համար վարվի Էլ չես դառնալու դու հետ Սերը մեր տարար անհետ Ու արդեն գիտեմ, որ անցյալը մեր անավարտ թռիչքեր իմ սեր Բարի թռիչք Ինձ Շարունակվում է կեսօրը հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում իմ տաղավարում են Քրիստինե Պեպելյանը եւ Ելենա Արշակյանը։ Մանրամասներ ներկայացնենք ֆիլմից Շարմ Հոլդինգի հետ համատեղ հանրային հեռուստաընկերությունը ներկայացրեց Անավարտ թռիչք վերնագրված ֆիլմը։ Նախ վերնագրից սկսենք, որովհետեւ միգուցե հեռուստադիտողներից շատերը առաջին անգամ են լսում ֆիլմի մասին եւ նույնիսկ վերնագիրը ֆիլմի։ Ֆիլմը, որի մասին մենք նկարահանել ենք, թերևս կարող եմ ասել, սա այն դեպքերից մեկն է, որ չի ուզի որ լիներ առհասարակ մեր կենսագրության մեջ։ Ֆիլմը նվիրվում է 2006 թվականի մայիսի 3-ին Երևան Սոչի A320 ինքնաթիռի զոհերի հիշատակին։ Ֆիլմի հիմքում իրական պատմություն է։ Կար սիրո պատմություն, որի մասին տեղյակ էինք ես եւ սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը։ Դա այն 113 մարդկանցից մեկի կիսատ մնացած սիրո պատմությունն է։ Ուրեմն երբ որ մենք գիտենք այդ սիրո պատմության մասին, ես եւ Անահիտ Մխիթարյանը որոշեցինք, որ պետք է գրվի սցենար, իհարկե համաձայնությամբ, իհարկե այդ ամեն ինչին տալով նաեւ գեղարվեստական բնույթ, ստեղծվեց ֆիլմի սցենարը։ Ուրեմն վերնագիրը Անավարտ թռիչք, չեմ կարող ասել, որ ես ու Անահիտը տես նստել որոշել ենք ինչ ենք դնում ֆիլմի վերնագիրը։ Քրիստինե Պեպելյանը, ով Անահիտ Մխիթարյանի մտերիմներից է, մտերիմ ընկերուհիներից է, մտերիմ ընկերուհին է։ Մենք այդ երգը լսել ենք, ես էլ Անահիտն էլ ու շատ սիրում ենք Անավարտ թռիչքը ու ինքնաբուխ ստացվեց։ Այնպես ստացվեց, որ միասին ասեցինք ու ֆիլմը կկոչվի Անավարտ թռիչք։ Համաձայնություն տվեց Քրիստինեն։ Շարունակեմ։
Հիմա տեսեք ոնց ստացվեց։ Ու ֆիլմը կկոչվի Անավարտ թրիչ։ Ես ու Անահիտը որոշել ենք, դեռ Քրիստինե Պեպելյանը ոչինչ չգիտե այդ մասին։ Ու քանի որ Անահիտ Մխիթարյանը կրկնում եմ, Քրիստինե Պեպելյանի մտերիմներից է։ Ու իմ շատ հարազատ ընկերուհին, որի հետ երկար ժամանակ մենք աշխատում ենք ու այնպես է ստացվում, որ արդեն կես բառից իրար հասկանում ենք ու ֆիլմը ստեղծելու համար մեզ շատ բաներ անհրաժեշտ չէին։ Գնացինք Քրիստինե Պեպելյան երգչուհու մոտ։ Խնդրեցինք, որ մեզ տրամադրի երգը, որ դառնա ֆիլմի սաունդթրեքը։ Իհարկե, որից հետո արդեն երգը լրիվ ուրիշ կենսագրություն ունեցա, որ արդեն կպատմի Քրիստինեն, թե ոնց երգը մի նոր գործիքավորում ստանձնեց, իհարկե, փոփոխություններ եղան, այո, բայց մի գաղտնիք բացեմ, որ երգից բառեր օգտագործվում են ֆիլմի մեջ։ Հա, այդպես էլ ասեմ, իսկ երգի մասին ավելի մասն կխոսի Քրիստիկը, բայց մեր համագործակցությունն այդպես ստացվեց։ Կարող եմ ասել, որ շատ նախանձելի համագործակցություն է, որովհետև շատ ռեժիսորներ կուզենային, որպեսզի սցենարը, երգի հեղինակը, այդ ամեն ինչը փոխկապված լիներ իրար հետ սիրով։ Համահունչ լիներ։ Ես այնքան վստահ կարող եմ մի արտահայտություն ասել, չգիտեմ, հետագայում շատերը կարող են գալ ֆիլմը նայել, կամ հավանել, կամ չհավանել, ինչ որ կարծիքներ ասել, բայց այն որ ֆիլմը արվել է սիրով, այդ միանշանակ եմ ասում։ Ինչպես ստացվեց Քրիստինե։ Երգը շատ վաղուց է ստեղծվել, արդեն մի քանի տարի եւ ցավալի դեպքերից բավականին հետո։ Մոտ 2010 թվականին, 9-10 թվականին գրեց ընկերներիցս մեկը Ալբերտ Աբգարյանով, երաժշտության հեղինակն է, եւ առաջարկեց ինձ իր երաժշտությունը ասելով, որ ուզում եմ որ երգես իմ երգը։ Ես գրեցի երգի տեքստը եւ որոշեցի, որ վերնագիրը պիտի լինի Անավարտ թրիչք։ Ձայնագրվեցի, հետաքրքիր գործ ստացվեց, բայց հանգամանքների բերումով ստացվեց այնպես, որ ես չէի երգում այդ երգը համերգների ժամանակ։ Հավանաբար պատճառն էր, որ դա իմ առաջին ստեղծագործական process-ն էր, որի տեքստը ես էի գրել եւ շատ չէր այդպես վստահությունը ցույց տալու մարդկանց, ասելու որ ես եմ հեղինակը, որ ես եմ տեքստի հեղինակը, երևի այն ինչ որ ես էի արել, մի քիչ ինձ համար դժվար էր մարդկանց առաջարկելը։ Միգուցե հենց այդ էլ պատճառներից մեկն էր, որ ես ուղղակի չերգեցի համերգների ժամանակ այդ երգը։ Մի օր տենց խոսում էինք միասին, ասաց որ գիտես մի ներշնչանք կա մեջս, ես անպայման ուզում եմ որ այս երգը ինչ որ մի կերպ կյանքի կոչվի ու որոշել ենք որ կինո պիտի դառնա, սցենար եմ գրելու ու երգից եմ ներշնչված։ Ու եթե հանկարծ երբևէ մի օր սա դառնա ֆիլմ, արդյոք համաձայն ես որ երգը լինի սաունդթրեք։ Դե մենք բնականաբար մի քիչ այսպես կանացի ծիծաղով, մի քիչ հումորով, մի քիչ հավատալով, մի քիչ չէ։ Ասացի դե լավ, տարիները թող անցնան, եթե մի օր ֆիլմ կդառնա, հա անպայման կտամ այս երգը թող լինի սաունդթրեք։ Նույնիսկ թերահավատորեն։ Դե գիտեք, որովհետև այս կամ մասշտաբային պրոյեկտին մի քիչ հեշտ չի միանգամից հավատալը։ Բայց սա մեր առաջին համագործակցությունը չի, այդտեղ նշենք, որ մեր առաջին համագործակցությունը չի, մենք ֆիլմերում էլի աշխատել ենք։ Ելենայի նկարահանած սերիալներից առաջինում ես էլի սաունդթրեքի հեղինակը ես էի տվել երաժշտությունը, հետո արդեն գեներալի աղջկա ժամանակ Երանի երգը գնաց որպես ֆիլմի սաունդթրեք, այսինքն ստացվել էր այնպես, որ այդպես փոքրիկ հաջողություններ ունեցել էինք միասին, ինձ ասում էին, որ դու մեր թալիսմանն ես դարձել, քո երաժշտությունը պիտի լինի մեր համար։ Ու այդպես մի քիչ ժպտալով, մի քիչ հավատալով, մի քիչ չէ, անցանք գործի, Անահիտը գրեց, Ելենան պատկերացրեց, հավաքեց թիմ, նկարահանեց, ու արի ուտես, որ խոսքերը իսկապես անասելի ուժ ունեն։ Չափազանց զորավոր են մարդու խոսքերը եւ մտքերը։ Լավ խոսքեր եւ լավ խոսքեր ասեք միմյանց, այո, հավատացեք որ դրանք կատարվում են։ Ու եկավ օրը փոխեցինք նոր գործիքավորմամբ։ Ինչ արտահայտություններ են տեքստում փոխվել, համապատասխանեցվել են ֆիլմին, եթե չեմ սխալվում։ Այո, մի քանի ֆրազներ, շատ բան չի փոխվել։ Ընդամենը մի քանի ֆրազ, երկու ֆրազ երևի թե, մի քանի բառ անգամ այսպես կարող եմ ասել։ Այսպես թե այնպես երգը համապատասխան էր ֆիլմին։ Պարզապես տեսարանի հետ կապված, որպեսզի ավելի գեղեցիկ նայվի, ընդամենը մի քանի այդպես դեկորատիվ փոխվեց ընդամենը, ասենց կարող եմ ասել։ Աննշան, հա, նույնիսկ աննշան, բառերի, տենց ինչ որ տենց գլոբալ նախադասություններ չի փոխվել։ Ոչ բոլոր սաունդթրեքերի դեպքում է նաև երգը ունենում տեսահոլովակ, որոշվեց, որ ունենալու է երգը տեսահոլովակ, որը դիտեցինք քիչ առաջ, ու մտահղացումներ եւ սա
մեսիջ ունի իր մեջ, այսինքն որպեսզի ֆիլմը հետագայում ավելի մեծ հաջողություններ ունենա։ Իհարկե, սա ֆիլմի պրոմոն է արդեն, մեր տեսահոլովակով ֆիլմի պրոմոն է սկսվում եւ գաղափարը Ելենայինի եւ Շարմ Հոլդինգի առաջարկով եղավ։ Դե բնականաբար սկզբում իրենք են իրար հետ պայմանավորվում, հետո նոր առաջարկում են։ Իսկ դա բնական երևույթ է, որովհետեւ եթե ռեժիսորն աշխատում է տվյալ ընկերության հետ, առաջինը իրենք են որոշումները կայացնում, հետո նոր առաջարկում են կատարողին։ Առաջարկվեց, որ նկարահանենք տեսահոլովակը։ Դա ես ուրախ էի իհարկե, շատ ուրախ էի, որովհետև ես կարծում եմ, որ տարիներ հետո այս երգը գտավ իր տեղը, որովհետև այս երգը չի հնչել մի պարզ պատճառով, որովհետև ինքը տեղ չուներ, չկար ասելիք, առանց ֆիլմի այս երգին չկար ասելիք։ Հիմա երգով, հավատացեք, որ կինոյով ես այս երգը ավելի շատ սկսեցի սիրել, ոչ թե ավելի շատ սկսեցի սիրել, ես սկսեցի սիրել այս երգը, ու կարծում եմ, որ սա պատահական չի, երգը տարիներ առաջ ստեղծվել է հետագայում կինո դառնալու համար։ Գտավ իր տեղը երգը։ Միանշանակ։ Ելենա, վերջերս նույնիսկ տեսահոլովակների ժամանակ շատ արդիական է դարձել կամ սկզբում կամ վերջում գրել սյուժեն նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա եւ այլն եւ շատ դեպքում հեռուստադիտողին շփոթմունքի մեջ է գցում։ Չեն կարողանում հասկանալ վերջ-վերջը որն է իրական, որն է անիրական։ Ցավոք, այս այն դեպքն է, որ իրական է։ Ինչու եմ ասում ցավոք, բոլորից հասկանալի պատճառներով ինքնաթիռի մեջ եղել են 113 հոգի, 113-ն էլ ունեցել են իրենց սերերը, իրենց անավարտ թողած պատմությունները։ Սա մեկն էր այդ պատմություններից, որ քաղաքում շրջանառվում էր ու շատ-շատերը գիտեն այդ պատմության մասին։ Սա այն պատմությունն էր, որ օդում էր կախված, ուղղակի պետք էր բռնել, ճիշտ մարդկանց հետ համագործակցել ու ճիշտ ներկայացնել հեռուստադիտողին, որովհետև շատ վտանգավոր բան ենք մենք անում իրականում, պատմությունը դեռ շատ այնքան էլ հին չի, որպեսզի մարդ, ասենք, վերքերս պրացած լինեն, հա, շատ թարմ են, ընդամենը 9-10 տարի է անցել, 2006 թվականին է դեպքերը տեղի ունեցել, 10 տարի դեռ չկա, հա, այսպես ասեմ։ 9 տարի անցել ու թարմ են վերքերը, բայց շատերը մեզ երբ որ սկսում ենք ֆիլմի աշխատանքներն ասում են ախր թարմա վերքերը մարդկանց հետ կպնում, կհիշեն, կվերհիշեն այդ ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ հոգեբանորեն ծանր կլինի։ Ես կարծում եմ հետեւյալը, որ այն մարդիկ, ովքեր որ այդ օրը կորցրել են իրենց հարազատներին, երբեք իրանք չեն մի վարքյան իրենց չեն մոռացել իրենց հարազատներին։ Այնպես որ չեմ կարծում, որ մենք պետք է ֆիլմով հիշեցնենք իրենց հարազատների մասին։ Ելենան ճիշտ լուծումը գտել է ակցենտը դնելով սիրո պատմության վրա։ Ուզում եմ շատ կարևոր բան նշել, որ սա ֆիլմ կատաստրոֆա չէ։ Շատ մանրամասներ չներկայացնենք, որպեսզի հեռուստադիտողներին էլ հետաքրքիր լինի։ Շնորհակալություն։ Այս պահին մեզ մոտ գովազդային ընդմիջում է, որից հետո վերադառնում ենք եւ շարունակում ենք զրուցել։ Շարունակվում է կեսօրը հայկական երաժշտական հեռուստաալիքի եթերում, բարի կեսօր բոլոր նրանց, ովքեր միայն այս պահին կարողացան միանալ։ Սիրով տեղեկացնեմ, որ այսօր իմ տաղավարում են շատ սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը եւ ոչ պակաս սիրված ռեժիսոր Ելենա Արշակյանը։ Կա հատուկ նպատակ, նրանք այսօր մեր տաղավարում են, որովհետեւ նոր համատեղ աշխատանք են ներկայացրել։ Անավարտ թռիչք, այսպես է կոչվում ֆիլմը, որը շուտով կհանձնվի ձեր դատին, հարգելի հեռուստադիտողներ։ Ֆիլմի սաունդթրեքը Քրիստինե Պեպելյանն է կատարում, խոսքերի հեղինակը Քրիստինե Պեպելյանն է, երաժշտության հեղինակը Ալբերտ Աբգարյանը։ Ալբերտ Աբգարյանը սկզբնական շրջանում եղել է հենց սաունդթրեքը, այսինքն երգը, որը հետագայում դարձել է սաունդթրեք, տարիներ առաջ գրվել է, բայց ինչպես նշեց Քրիստինեն, դեռ իր տեղը չէր գտնում։ Այս համատեղ աշխատանքի արդյունքում երգը գտավ իր տեղը, դառավ ֆիլմի սաունդթրեք։ Ելենա, ինչ շատ հետաքրքիր է դերասանների ընտրությունը, ինչպես է կատարվում ռեժիսորների մոտ դերասանների ընտրությունը, որովհետև շատ հաճախ լսում ենք կարծիքներ, այս դերասանները արդեն շատ են այսպես բոլոր սերիալներում երևում, ամենտեղ երևում են եւ նույնիսկ կարող են հոգնեցնել։ Համաձայն եմ այդ մտքի հետ, ինչ խոսք։ Պետք է ասեմ, որ սովորաբար արվում է մեծ կաստինգ, ընտրվում են դերասաններ, հետո նորից կաստինգ, հետո վիդեոպրոբաներ, դա բավականին երկար process է ինձ ներկայացնում։ Այս դեպքում մի քիչ այլ կերպ եղավ, քանի որ ես ինձ եւ Անետ Մխիթարյանին եւ Քրիստինե Պեպելյանին բախտ է վիճակվել ծանոթանալ իրական հերոսու հետ, ով որ մարմնավորում է այդ կերպարը, ես ավելի շատ չգիտեմ, երևի ներքին զգացողությամբ փնտրում էի աղջիկա, որը որ նման լիներ իրական հերոսուհուն։ Կարծում եմ նման է ստացվել։ Դերասանուհին, ով որ նկարահանվել է գլխավոր դերում, նոր ավարտում է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը։ Մասնակցությամբ դերասանուհի է։ Չի խաղացել եւ չի երևացել ոչ մի սերիալներում։ Առաջին անգամ է հեռուստադիտողը տեսնելու իրեն էկրաններին։ Իհարկե ինձ համար շատ դժվար էր աշխատել մի մարդու հետ, ով որ առաջին անգամ է աշխատում կամերայի հետ, փորձ չունի,
Բայց ասեմ, որ ի պատիվ իրեն դուրս եկավ այդ փորձության տայքից նորմալ Տաթևիկը Հովակիմյան բավականին երիտասարդ եւ բավականին շնորհքով դերասանուհի։ Մյուս դերասանը, ով որ նկարանվել է գլխավոր դերում Տիգրան Նեմակարյան, ով որ հեռուստատողին հայտնի է եղել հանրայինում հեռարձակվող հեռուստասերիալներից մեկում, բայց բավականին երկար ժամանակ մոտ 3 տարի կլինի չէր նկարահանվում եւ ընդմիջում եղել է, այո, եւ սիրով ընդունեց հրավերը նկարահանվելու, շատ ողջևորված ու կարծում եմ, որ հեռուստատողը կսիրի Տիգրանին էլ, Տաթևիկին էլ, իրենց այսպես համատեղ զույգը բավականին հաջող է ստացվել ըստիս, չգիտեմ։ Ֆիլմում ասեմ, նշեմ նաև, որ ֆիլմում նկարահանվել են շատ հայտնի եւ սիրված դերասաններ երկրորդական, երրորդական դերերում, որովհետեւ երբ որ լսում էին ֆիլմը ինչի մասին է կամ ում հիշատակին է նվիրված ֆիլմը, մեծ սիրով համաձայնվում էին նկարահանվել, հա, կարող եմ նշել նույն Անի Երանյանը, Արփինեն Իսրայելյան, Գայանեն Ասլամազյան նկարահանվել են երկրորդական, երրորդական դերերում ու մեծ սիրով, իսկ Լուիզան նկարահանվել է գլխավոր դերերից մեկում, այսպես ասեմ, աղջկա Լուիզա Ղամբարյան։ Այո, աղջկա մոր դերում է հանդես եկել եւ իհարկե Սերժ Ավետիքյանը ում հետ աշխատելը մեծ պատիվ էր ինձ համար, որովհետեւ հիացած եմ ուղակի Սերժով, թող կարող եմ ասել, որ շատ ռեժիսորներ կարող են նախանձել ինձ, որ ես աշխատել եմ Սերժի հետ, որովհետեւ այն պրոֆեսիոնալիզմը, որ ունի Սերժ Ավետիքյանը, երևի թե մեր շատ դերասաններ կուզենային հասնել այդ մակարդակին, հա, այսպես կարող եմ ասել ու վստահ խոսքս հնչեցնել, որովհետև Սերժեն եզակի մարդկանցից է, որ նկարահանման հրապարակ գալիս էր ոնց որ երեխա այսպես կարող եմ ասել ու սիրով իր գործը փորձում էր անել, ինչը որ չեմ կարող ասել, դա շատերի հետ եմ աշխատել, 1-2 արդեն նկարահանվում են մի քանի սերիալներում եւ այդ աստղային հիվանդության մասին։ Արդեն չգիտեմ ուր ենք հասնում, հա, ու արդեն բոլորը սենց վերևից, բան, իսկ Սերժը չէ, փոքր երեխա այպես նկարահանվում էր, մեծ սիրով լսում են այն խնդիրները, որոնք որ նկարահանման հրապարակում տալիս էր այս դեպքում ռեժիսոր, այսինքն ես, ու շատ ուրախ եմ, որ աշխատել եմ նման թիմի հետ։ Էլ չեմ խոսում Լուիզի մասին, որ հիանալի կատարեց իր դերը, չգիտեմ։ Ինչ վերաբերում է ֆիլմին, ես սովորաբար հարցնում եմ, լավ է ստացվել ֆիլմը, ինչ կարծիք եք ֆիլմի մասին։ Ես այդպես ընդհանուր գլոբալ առումով կարծիք չեմ կարող ասել, որ միշտ ինձ հարցում են, հա ոնց եղավ ֆիլմը, հա ինչ կասես, հա նույն պրոդյուսերները, երբ որ հարցնում, իրոք չեմ կարողանում այդ հարցին պատասխանել, որովհետև այդ հարցին ես չէ որ պետք է պատասխանեմ։ Այդ հարցին ժամանակը կգա, հանդիսատեսը կպատասխանի, կսիրի, թե չի սիրի։ Ընդամենը դա է հարցը։ Իսկապես որ Կրիստինե հաշվի առնելով իհարկե քո զբաղվածությունը, բայց այնուամենայնիվ ինձ հետաքրքրում է այս հարցը, ցանկություն ունեցել ես նկարահանումներին, չգիտեմ, որոշակի օրեր մասնակցել, տեսնել ինչ է կատարվում, թե դու քո գործը արել ես։ Ճիշտ ասած ինձ չեն հրավիրել։ Այ գելե, ինչի՞ չես հրավիրել նկարահանումներին։ Ինձ չեն հրավիրել, շատ լավ հարց է բացում։ Ես շատ խանդոտ եմ ու իմ նկարահանման հրապարակը մի տեսակ ասես դառնա շատ անձնական տարածք։ Քիչ առաջ որ ասեցի, որ անձնականի մասին էլ այդքան չեմ սիրում խոսել, շատ անձնական է։ Ու նկարահանման հրապարակ, նույնիսկ Քրիստինե Պեպելյանը, որ կարելի ասել կանգնած է արմատներում, հա, ֆիլմի, այսպես ասեմ։ Ես նույնիսկ այդ դեպքում, ասենք, sense վախենում էի իրեն թողնել նկարահանման հրապարակ։ Չգիտեմ, կարող է այդ պահին գար մեկը ինչ որ մի բան աներ, որ ինքը չպատկերացներ այդ ոնց է լինում, հետո նեղված գնար, հա, այսպես ասեմ։ Նույնիսկ պրոդյուսերները, երբ որ գալիս էին նկարահանման հրապարակ, պրոդյուսերի դեպ Արմենն Գրիգորյան եւ Կարենը Կազարյան, ես էլի մի քիչ sense էի լինում, բա որ ես մի բանը մի քիչ sense չհասկանան, բա որ սա այնպես չլինի։ Դրա համար կարծում եմ, որ նկարահանման հրապարակը, հա, կնոջ խոհանոցն է։ Ես ճիշտ ասած, եթե շատ անկեղծ, եթե խոսում ենք այսօր դրա մասին, անկեղծորեն ես իմ մտքի մեջ անգամ չեմ էլ սպասել, որ ինձ պիտի նկարահանման հրապարակ հրավիրեն, որովհետեւ նախ ես գիտեմ, որ դա իմ տեղը չի ու ես անելիք չունեմ այնտեղ, ամենայն անկեղծությամբ ես չեմ էլ սպասել դրան։ Ու Միգուցե տեսահոլովակի կադրերը ընտրել։ Տեսահոլովակի կադրերը Ելենա Նաթան ընտրել է, դա բնականաբար եթեր գնալուց առաջ մենք մի քանի հոգով նայել, այո, քննարկել ենք եւ եթե կա ինչ-որ մի բան, որը մեկի մյուսի երրորդի սրտով չի, ապա անպայման փորձում ենք կոմպրոմիսի գանք։ Այս դեպքում արդեն չկա այդպես շատ սկզբունքային բաներ չկան, որ ասենք ռեժիսորն ասի ոչ, դա իմ որոշումն է, այլևս անբեկանելի չեք կարող։ Չէ, բնականաբար քննարկում ենք, իհարկե, այստեղ պիտի բոլորն իրենց հարմարավետը զգան, եւ եթե կա մի բան, որ կադրում դու տեսնում ես ու քեզ հարմար չի, դու չես հավանում ինչ-որ բան, անպայման պիտի փոխվի։ Կարելի է խոսել, հարցը բացասնել եւ գալ կոմպրոմիսի, ինչպես նշեցիք։ Ֆիլմը սինթետիկ արվեստ ընդհանրապես։
Այսինքն պետք է անպայման խոսել, հասկանալ, ֆիլմ արտադրությունը այդպես է ինձ ներկայացնում, հա։ Այսինքն եթե ֆիլմում որևէ օղակ թույլ եղավ, դա կլինի նկարչական օղակը, դա կլինի երգի կողմի օղակը, այսպես ասեմ, երաժշտությունը թույլ եղավ, օպերատորական աշխատանքը թույլ եղավ, դու սկսում ես արդեն ֆիլմում գտնել, այ էսի լավ էր, բայց այս մեկը վատ էր, սաունդթրեքը լավն էր, բայց կինոյի հետ կապ չուներ, հա։ Երբ որ սկսում ես այդպես արդեն մտածել, դա սխալ է։ Իսկ երբ որ կինոն ընդհանուր պատրաստ է լինում, հա, մի ամբողջություն է լինում եւ երաժշտությունը հիմա շատ կարող է գրահիկ բառ ասեմ, հա, իր հարմարեցված է լինում, իր հակով է լինում, ասենք դա ոնց որ մարդուն շոր հագցնես։ Այո։ Պետք է իրար ներդաշնակ լինեն։ Այսպես պիտի լինեն։ Ես անընդհատ ձեռքով եմ շարժում ուզում ցույցտամ, այո։ Եթե դա այդպես չեղավ, սկսում է հեռուստատող հանդիսատեսը գալ ու ֆիլմում փնտրել։ Այ գիտեք ինչ, կարծում եմ օպերատորական աշխատանքը լավն էր, բայց այս դերասանը վատ խաղաց։ Հա, բայց անկեղծ ասած, ես ուղղակի որպես հեռուստադիտող, օրինակ, երբ նայում եմ որևէ ֆիլմ, ես ուզում եմ ասել իմ կարծիքը ու համոզված եմ, որ շատերը կիսելու են, ֆիլմի առաջին վայրկյանից երաժշտությունը, որը որ քեզ տալիս է այդ ֆիլմը, արդեն տրամադրվածության կեսն է։ Շատ կարևոր է թե ինչ երաժշտությունը հնչում ֆիլմի ժամանակ, դիալոգների ժամանակ, տեսարանների ժամանակ, թե ուր է տանելու քեզ այդ երաժշտությունը։ Այսինքն իսկապես այստեղ մեծ թիմ էր հավաքված, մեծ պրոֆեսիոնալների թիմ, որոնք ամեն ինչ քննարկում էին հնարավոր ու անհնարին բոլոր տարբերակները, ինչ որ համապատասխան է լինելու, ինչ որ ճիշտ է լինելու, ինչ որ օրգանիկ է լինելու այդ ֆիլմի հետ։ Դրա համար ես չեմ կարող թաքցնել ու չասել այն մասին, որ ես շատ ուրախ եմ, որ իմ երգը իրեն գտավ այս ֆիլմի մեջ։ Ուրախ եմ, որ հենց ես կարողացա մի մասը դառնալ այս աշխատանքի եւ առաջարկության համար եմ շատ ուրախ Երենային եւ Անահիտին, ընկերուհուս եւ Շարմ ընկերությանը, մարդկանց ովքեր հավատացին, որ կարող է լինել, որ կարող է իմ ներկայությունը երգով բնականաբար նպաստել աշխատանքին, գեղեցկացնել ինչ որտեղ դա եւ կարեւոր մաս դառնալ։ Իհարկե, երաժշտությունը շատ կարեւոր է։ Ելենա, ինչ դժվարություններ առաջացան նկարահանման հրապարակում, որոնք միգուցե նախատեսված չէին։ Ուրեմն ասեմ, մինչև նկարահանումները սկսելը բնականաբար երկար ժամանակ մենք պատրաստվել ենք նկարահանումներին։ Նկարահանումներին պատրաստվել ենք մոտ 5-6 ամիս, սցենարն էլ մոտ 1 տարի արդեն գրված էր, եղել են խորհրդատվություններ իրավաբանների հետ, քննիչների հետ, որպեսզի մենք հանկարծ որևէ դետալ կամ ինչ-որ մի բան սխալ չներկայացնենք։ Նկարահանումները անցկացվել են Երևանում, Գյումրիում, Սևանում, Ծաղկաձորում, ինչպես նաև իհարկե Սոչիում։ Սոչիում անցկացվել են նկարահանումները մոտավորապես երևի թե 4-500 մետր հեռավորության վրա այն հատվածից, որտեղ որ ընկել է ինքնաթիռը։ Ֆիլմում կան կադրեր, կա չեմ ուզում շատ բացել փակագծերը, հա, որովհետև ինձ համար իրոք հիմա եթերում դժվար է խոսալ այդ մասին, որովհետև ինքս եմ նկարահանել այդ ամեն ինչ, ինքս թռել եմ այդ ինքնաթիռով ու երբ որ թռնում ենք, այո, ապրել եք։ Իմ համար շատ դժվար էր ու իհարկե դժվար էր նաև նկարահանող խմբի համար, որովհետև երբ որ ես գիտեմ մանրամասն գործը ոնց է տեղի ունեցել, երբ է ինքնաթիռը շասեն բացել, երբ են ինչ եղել, ու երբ որ մենք արդեն մոտենում ենք Ադլերի օդանավականին, իրոք դժվար խոսել այդ մասին ու այդ ամեն ինչը մտովի պատկերացնում ես ոնց է այդ ամեն ինչը տեղի ունեցել, բան ու շատ դժվար էր մեր համար հաղթահարել այդ փորձությունը, որպեսզի մենք հասնենք այնտեղ ու սկսենք նկարահանումները։ Մի բան ասեմ, որ նույնիսկ Քրիստիկը չգիտե այդ մասին։ Երբ որ ես թռնում էի, դե մի վայրկյան չեմ աչքս չի կպել ինքնաթիռում, մենք էլի գիշերով էինք թռնում ու անընդհատ Քրիստիկի երգը ականջակալներով լսում էի ու երևի թե այդ ամեն ինչ չգիտեմ, շատ խառը զգացողություններ եմ ունեցել, երբ որ արդեն մենք Սոչիում էինք։ Իսկ Սոչիում էլ մեզ էլի մարդիկ շատ օգնեցին, հա, այնտեղի հայությունն էլ բավականին մեզ օգնել, որպեսզի պատմում եք Ելենա, ես փշակ խաղացի, արդեն պատկերացնում եմ այս զգացողությունները չի կամ այս տրյուկը չի, այսպես ասեմ, որ շատ հաճախ օգտագործում են, ասում են ֆիլմի հիմքում իրական պատմություն կամ այս դեպքում կարծում եմ արդեն ամբողջական դա բոլորի համար։ Այս դեպքում կարող եմ ասել ցավոք ֆիլմի հիմքում իրական պատմություններ են։ Ցավոք մենք հասել ենք այնտեղ, այդտեղ այդ հուշահամալիրի մոտ ծաղիկներ ենք դրել, ցավոք այդ դեպքերը տեղի են ունեցել ու մենք ֆիլմ ենք նկարահանում։ Բայց ամենակարևորը լավատեսական նոտայով մոտենանք, նվիրված է նրանց հիշատակին։ Կարծում եմ հարազատները կհասկանան մեզ, իհարկե, ու մեծ սիրով հրավիրում եմ բոլոր հարազատներին գան ֆիլմը տեսնեն, կարծում եմ իրենք էլ
կշոյվեն դրանով, հա, այսպես ասեմ։ Մենք ֆիլմը իրոք սրտանց նվիրում ենք Զոհերի հիշատակին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ հյուրընկալվելու եւ հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Կարծում եմ ձեր սիրով արած աշխատանքը իր արդյունքը տալու եւ հեռուստադիտողներին ճիշտ տեղ է հասնելու այն հաղորդագրությունը, որը կա ֆիլմի մեջ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ։ Այսօրվա համար այսքան, հարգելի հեռուստադիտողներ, մեր կեսօրին հետևեք յուրաքանչյուր օր կեսօրից։ Ես Անի Դաշյանն եմ, կհանդիպենք։